Ես Գայք Ծառուկյանս ամբողջ կյանքս ապրել եմ իմ երկրում։ Ես այս երկրի մարդ եմ, իմ սիրտը ցավում է, իմ ուզածը, որ իմ ժողովուրդը լավ ապրի։ Ես օրեկան հանդիպում եմ տարբեր մարդկանց հետ։ Մարդիկ մտահոգ են, նեղված են, կոտրված են, հիասթափված են։ Կա խնդիրը, կա պրոբլեմը, կա լուծումը։ Մեր երկրին անհրաժեշտ է երաշխավորած խաղաղություն, որ պատերազմի դռները մեր ժողովուրդը փակի։ Մեր առաջարկած Հայաստանը ամենալավը պետք է լինի։ Բարգավաճ Հայաստան կուսակցություն։ Ապրիլի 10-ն է, գտնվում ենք Վայոց-Ձորի մարզի հանրահայտ Ելփին գյուղում, որտեղ բնակիչները այս պահին հավաքվել են եւ խնդրանքով դիմում են Հայաստանի էլեկտրական ցանցեր ընկերության ժամանակավոր կառավարիչ Ռոմանոս Պետրոսյանին, խնդրելով, որպեսզի վերջապես իրենց գյուղում մեծ թվով ամեն պահի տապալվող էլեկտրասյուները, որոնք տեղադրված են եղել դեռ սովետական տարիներին, ու երբ քամի է լինում կամ ուր որը պետք է տապալվեն, հոսանքի լարերն էլ որ իրանց լեզվով ասած, ժողովրդի լեզվով ասած, կպնում են իրար, այն որ ասում է դուգայա տալի եւ ժամերով, նույնիսկ եղել են երբեմն օրերով գյուղը զրկված է եղել հոսանքից։ Հիմա մարդիկ խնդրում են, որպեսզի իրենց գյուղում նույնպես այն աշխատանքները իրականացվի, որ վերջին ամիսներին հանրապետության տարբեր մարզերում, ինչու՞ չէ նաև մայրաքաղաքում իրականացնում են Հայաստանի էլեկտրական ցանցեր ընկերության աշխատակիցները։ Ժողովուրդ, հիմա այս էլեկտրասյուները ուզում եք, որ ասենք քամի է ալնում, ճոճվում է, հոսանքի լարերը կպնում է իրար։ Հա, պապիրոսը տպայի, հա, մի վարկյան, հա։ Քամի անձրև ձյուն, ինչ լինում է, հոսանք մի անգամից գնում է, այն տպավորությունը ոնց որ արևայինով աշխատի մեր էլեկտրոցանցը։ Բացի դա տեղեր կան, որ փտածա, որ կարող է տապալվի, էլի։ Գնանք մեր տունը, մենակ տնած վիճակի է հոսանք։ Տունը չէ, տան կողքով ասում, չէ։ Սովետի ժամանակվա էտը լելի ամեն պահի կարող անգնի։ Բաներ կա, կարանք։ Իսկ էլեկտրոցանցը որ բերել է բաժարը եկել մեր նավեսները փոթորը, էլեկտրոցանցը բերել է լավ չեն սարքել։ հա, բայց հիմա երեկել է, չէ՞ էլի հոսանքի անջատումները։ Այսօր էլ Այս վերջի շաբաթ ամեն օր։ պատճառը այդ լարերը որ Պատճառ ցանկացած անձրև լինի, ձյուն լինի, թեթև քամի լինի, միշտ անջատվում է։ Հիմա նայեք, այս սյուննա վերևի հատվածներում էլ կան, Լիքը չէ՞։ կա, հերթով կարանք։ Մանկանք մի քանի հատ Բենա այն սյուներն է, Սրանք լավ վիճակում են։
Դե ավելի վատ վիճակում էլ կան, էլի։ Ան հենա փայտեսունա, այս սուները սաղ ամեն պայի կարողա բան լինի, չէ։ Հիմի խնդրանքով դիմում ենք պարոն Ռոմանոս Պետրոսյանին, որպեսի բնակիչների խնդրանքը կատարվի, հաստատ վստահ եմ, որ կարճ ժամանակում խնդիրը կլուծվի եւ Ելփինի բնակիչները այլևս մի թեթև քամի լինելու պատճառով հոսանքին կարոտ չեն մնա։ 1500-1600 բնակիչ կա։ Չէ, այդքան կա, չէ։ Էսա, սա սովետական տարիներին տեղադրված հայտեսյունա։ Ներքևն էլ հենա։ Այն անդեղ էլա, չէ։ Էսա, սա հայտեսյունները ամեն պայի կարողա տապալվեն։ Էսա։ Հիմա նայ էսա, չէ։ Էսա նայ էսի լրի փտում արդեն, էլ էսի քանի տարվա կլնի։ 50-60 տարվա սովետի վաղտվանից։ Հապայց դե Են այս էլ ամեն պայի կիշտը փոխ են էլի Եղել է, չէ դեպք երեխեքը դպրոց գնալուց հոսանքի լար ընգել է երեխի վրա։ Բայց կաղա մի օր էլ ընգնի։ Հետնել դիվասելի, յուքոմի, կապերն էլ հետն այդ։ Կապերն էլ այդ թուն։ Հետ միակ հետել։ Սառնարաններ կան, հոսանքի պատճառով բերքը սաղ փճանում է։ Սենց ենք գնում։ Սենց դպրոց ենք, միշտ ենք ավտոյի մոտ, ավտոյով տարբեր տեղեր կա այդ։ Կայ սմբոյը դիշն ենք ավտոյի մոտ, Չէ, սա ոտով կեթանք է։ Նայ, ես լրի փտած է։ Նայ։ Էսի ոնց կմնա, լստե նայ։ Հե՞։ Դեսա, 2 տարի առաջ իրանց մոտիվացիա բարվեց։ Ուրեմն 2021 թվականին նույն հոսանքի պատճառով մեր տնտեսությունում անասագումի կտրում բաժարը ընկավ, հրդեհվավ, 1500 հագխոտ, ամբողջ շինությունը լրիվ էքսկավատորով քանդել ենք, երկուսից հոպարից տեղենավ գից Միլիոնների վնաս կրեցիք։ Հա, իրանք եկե չափագրել են, բան են արել, 4 միլիոն 500 հազարի վնաս եմ կրել։ Հիմա այդ ամբողջը տեղափոխել են քննչական ասում են, թե մահ չի եղել, պետք է գործի տեղափոխեք իրավաբանական, քաղաքական դատարան։ Քաղաքացիական դատարան։ Հիմա քաղաքացիական դատարանը չեն կարող տեղափոխենք, հենց եկամուտներ պետք է անենք, եսի ինչեր անենք, չեն կարողանում, մեր ֆինանսականը չի ելի։ Հա դե պատճառը էլեկտրալարերն ան եղե եւ էլեկտրասյուները, եթե որակով էլեկտրալարերն սուներ քամի չերտա։ Բանը, այս փորձագետները եկել են 3 անգամ փորձագետ ա եկել, անկախ փորձագետ, էլեկտրոցանցից փորձագետ եւ մի հատ ուրիշ փորձագետ։ 3-ի փորձագետներն էլ
ասել են որ փորձակնություն անցել է, ասել են որ բանից է, լարերից է եւ ապահովիչից, Հա։ Էտա որ հա։ որ չի գցե, դրա համար էլ էս կաբելը կպել էր, հրդեհվել են մեր։ Հիմա չեն կարողանում, այս 4-5 տարի է չեն կարողանում։ Դատը գնում է, բայց միջև դատը ավարտի, թե ոնց կավարտի, չգիտենք, բայց գոնե մի ձեր խնդրանքն է, որ բերեն այդ էլեկտրասյուները, լարեր բան սաղ փոխվի էլի։ Էդ էլ է գալի որ ընկնի։ Էդ էլ է։ Էդ էլ է։ Դրան էլ է կաթվածը տվե։ Այդ էլեկտրասյանն էլ է այս ինսուլտը խփե։ Պարոն Շամշյան, ամբողջ ջուրն էլ, եթե հանգարցակի մի հատ ասենք ես քամի անցավ ստեղից վերջ, մենք էլ լույս չունենք։ Դե հիմա սրա վերջ։ Լմա որ օրերով էլ չի լում լույսը։ Լումա որ ասենք նոր տարվա մոմաներով 2-3 օր չի եղել լույս։ Եթե մի ամիսը մենք բան չանենք, էլեկտրոսանցի մուծում չանենք, զորով Դե ոչինչ, հեսա խոստացել են, որ խնդրին արդեն ծանոթացել են, հեցի կառավարիչը ժամանակավոր Ռոմանոս Պետրոսյանն արդեն հանձնարարականը տվել է։ Դիմեմ Ռոմանոս Պետրոսյանին, որովհետև ես 2 անգամ մի հատ էլեկտրոնային ասեյով գրել եմ պարոն Փաշյանին, երկրորդ անգամը ես անձամբ եմ նամակը փոխանցել պարոն Փաշյանին, ասել են որ գործը որ գտնվում է քննչական անկախ մարմինա մենք չենք կարող։ Հա, դա մի կողմ, հիմի գոնե սյուները փոխեն, այդ այն որ ասում է ճմրթած արդեն փխրվող էլեկտրալարերը փոխեն։ Երևակայի մեր գյուղ ամենալավ սյունն է, մնացած որ այսպես ներքևից է բարձր լարմա 10,000-ի։ Դեպք ա եղել որ մարդու մազերից բռնել է 10,000-ը։